Սիրելի հայրենակիցներ, գալիս է ժամանակը, երբ քաղաքական ուժերը ու նրանց ղեկավարները խոսում են իրենց արդյունավետ գործունեությունից և ձեռքբերումներից, սակայն ժողովուրդը, ով ամենաիմաստունն է, միշտ է տարբերում ճիշտը ստից և կարծիք է կազմում ոչ թե ասված խոսքից, այլ արված գործից, որը ասվածի միակ ապացույցն է։ Քաղաքացին միշտ է տեսնում հաջողության բանաձևին տիրապետող այն անձանց, ովքեր մեծ ձեռքբերումներ ունեն այն ոլորտում, որտեղ գործում են։ Հաջողության գաղափարից իրավունք ունի խոսելու այն քաղաքական կառույցը կամ գործիչը, ով իրականում պատկերացում ունի դրա վերաբերյալ և կարողանում է խոսքը գործի վերածել։ Հաճախ ենք լսում խոստումներ, որոնք քաղաքական գործիչները աջ ու ձախ շռայլում են, բայց որոնք չեն կարողանում իրագործել։ Արդյունքում քաղաքացին հուսալքվում է և կորցնում է վաղվա օրվա հանդեպ լավատեսությունը, որը անթույլատրելի է։ Կան բարոյական և մարդկային արժեքներ, որոնք պիտի միշտ գերակա լինեն և քաղաքական դաշտում և ամենուրեք։ Չի կարելի խաբել հայ մարդուն, ով արժանի է հարգանքի և ճշմարտությունը իմանալուն։ Մոտենում են հերթական ընտրությունները, և քաղաքացիները կրկին ստիպված են լինելու լսելու բազում խոստումներ։ Կրկին փորձելու են հայ մարդուն խոստանալ այն, ինչ իրականում շատերը իզօրու չեն կատարելու։ Քաղաքականությամբ զբաղվողը պիտի ունենա հստակ անցյալ և կանխատեսելի ապագա։ Մեր կուսակցությունը և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը միշտ են կանգնած մեր ժողովրդի կողքին, մարդ, ով զբաղվելով ձեռնարկատիրությամբ հասել է մեծ հաջողությունների, կարճ ժամանակահատվածում սպորտը վերել կապրեց, զբաղվելով քաղաքականությամբ արժանացել է ժողովրդի հարգանքին, մարդում ասված խոսքը միշտ վերածվում է գործի։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և նրա առաջնորդը կրկին ապացուցեցին, որ միշտ են մանր և միջին բիզնեսի կողքին և թույլ չի տա ոտնահարեն տնտեսության հիմնական շարժիչ ուժ հանդիսացող խավի շահերը։ Գյուղատնտեսությունը նույնպես պիտի շարունակական աջակցության ցուցաբերվի։ Շուտով կներմուծվի 500 միավոր գյուղատնտեսական խոշոր տեխնիկա, որը 0% տոկոսադրույքով և երկարաժամկետ մարման վարկային պայմաններով կտրամադրվի գյուղացուն, ով հնարավորություն կստանա գյուղատնտեսական այս կարևոր շրջանում կազմակերպել անհրաժեշտ աշխատանքները, որը լինելու է գերակա ուղղություն Բարգավաճ Հայաստան կուսակցության համար։ Վճռականությամբ և գրագետ քայլերով պիտի շարժվենք առաջ, և ամեն մեկը պիտի զբաղվի նրանով, ինչով կարողանում է, ի նպաստ մեր երկրի և մեր ժողովրդի։